Ուրեմն լսեք։ Ես եւ Գինոսյանը մի հետարքիր զորավարություն ենք ուղղացել դες համար։ Հիմա կգնանք անտառ, կբաժանվենք երկու խմբերի։ Մի խումբը կպաշտպանի դիրքերը թշնամու դեմ կռիվ մղելով, բայց սնունդով ապահովված չի։ Մյուս խումբը պետք է սնունդ հասնի նրանց։ Ասեմ, որ վարությունը բավականին դժվար է լինելու, որովհետև ես եւ Գինոսյանը բազմաթիվ ծուղակներ եւ արգելափակոցներ ենք մտածել դες համար։ Այո, օրինակ ծառերից կախված են լինելու նռնակներ։ Պարոն կապիտան, թույլ կտաք դիմել։ Ասա Ջավշան։ Բա որ հանկարծ մի ամի տեղը կպնենք այդ նռնակներից մի հատին, ինչ կլինի մեր։ Դե հիմա կպակ, մեղքը ձեր վիզը։ Կհանդիպենք այն աշխարհում։ Լավ, մի նվնվացեք։ Պարզա որ նռնակները ուսումնական են։ Բայց եթե ինչ-որ մեկը կպնի այդ նռնակին կամ արգելափակոցին, նշանակում է, որ այդ խմբից դուրս է մնում եւ ավելի է դժվարացնում սնունդ հասնելու խնդիրը։ Պարոն կապիտան, թույլ կտաք դիմեմ։ Կուտամ։ Իսկ ինչը պետք է սնունդ տանողները հասկանան, ուր է պետք է տանին, էլի։ Դե նախ դուք կունենաք կողմնացույցներ, հետո մենք մոտավորապես կասենք, թե որտեղ է լինելու, ծառերի վրա լինելու են նշաներ, նաև ունենալու եք քարտեզ, իսկ քարտեզը պահված է անտառում։ Ու ամենակարևորը, պետք է հնարավորին չափ արագ հասվի սնունդը տեղ, որպեսզի դիրքերը պաշտպանող զինվորները սոված չմնան։ Թույլ կտաք դիմել։ Ասա։ Պարոն կապիտան, իսկ այդ սնունդ տանողների մեջ ովքեր են լինելու։ Այ դա արդեն կիմանաք տեղում։ Իսկ հիմա պատրաստվեք։ Մուսայելյան, Ես եմ։ դու ես գալու մեզ հետ։ Հետապահությունը հանձնի ազատ օրապային եւ դգաս մեզ հետ։ Լսում եմ։ Դեր սրվեք։ Տղեկ, եկեք պատրաստվելու։ Սամոջանը լավ որ գալիս է դատերը, բայց մի անգամ ասել է։ Լավ արջություն է, դուրս եկա։ Նո, Տղեդան կինանի եթե սնունդ տանողներն ով կիրանին, դիվ պաշտպանողներն ով։ իմ կարծիքով մենք իրեքս է տարբեր խմբերում ենք ելնելու։ Օրինակ որ խմբից կուզեի եղնել։ Կարճիք դիրք պաշտպանողը։ Ինչի։ Հավեսնում եմ այդ անտառով այդքան քայլը։ Հա, Բա դու բաց չէ սնունդ տանող։ ինչի։ Հավես կա սոված մնա։ Ես եմ տանել սնունդը ում է։ Այն չեք զարմանում։ Հովսեփյանը լինելու է սնունդ մատակարանող խմբից։ Դա հրամանատարի հրամանն է։ Ուրեմն ասենց, սնունդ մատակարանող խմբի հրամանատարը լինելու է սերժանտ Մինասյանը։ Ես եմ։ Մինասյան արի աչքոմից կանգնի։ Լսում եմ։ Հիմա ում ազգանունը կարդում եմ, գալիս եք կանգնում եք Մինասյանի կողք։ Հակոբյան Ռազմիկ, Ես եմ։ Համբարձումյան Համբարձում, Ես եմ։ Ջամշոյան Պապիկ, Ես եմ։ Հովսեփյան դու էլ կանգնի են կողմից։ Դիրքը պաշտպանողները լինելու են կրծեր սերժանտ Վարոսյանը, Ես եմ։ Փիրիմյանցի, Լսում եմ։ Ջամշոյան, Լսում եմ։ իսկ դուք ավագ սերժանտ Մուսայելյանի գլխավորությամբ կլինեք օգնող խումբը։ Թե ինչպես եք օգնելու տղեկին, այդ արդեն ընթացքում կիմանաք։ Դուք միշտ պետք է լինեք կապիտան Գինոսյանի կողքին։ Կապիտան Գինոսյանը միշտ հսկելու է սնունդ մատակարանող խմբին։ Ու եթե պետք լինի, ձեզ կուղարկի նրանց օգնության, որ ճանապարհը ճիշտ գտնեն։ Սերժանտներ, բոլորդ շատ ուշադիր եք լինելու, հատկապես դու Մինասյան։ Պետք է անենց հանես, որ ամբողջ կազմով տեղ հասնենք։ Լսում եմ։ Ու հիշեք, ձեզանից է կախված ձեր ընկերների սոված չմնալը։ Մարուսյան, անցեք նստեք մեքենան, որ ձեզ տանեմ անտառի մյուս կողմը։ Լսում եմ։ Թույլ կտաք դիմել, պարոն կապիտան։
Ասա։ Գոնե մի հատ հաց կարելի է։ Արոսյան ուզում ես նստես տեմա հաց ուտես։ Բայց վարժության իմաստը ո՞րն է։ Անցեք մեքենան։ Լսում եմ։ Անցեք։ Սոված մնացիր ազից։ Արա մինաս հույսս դու ես լուրջ եմ ասում։ Էստոնի մոր ախպրես սոված մնա, գնա։ Իրասյալ, զրացյան վերցրու։ Պարոն կապիտան, բա մեզ ռացիա չեք տալիս։ Ես որ ռացիա տանք զահլեկս կտանես։ Ապես ինչ խելոք ես։ Այդ ռացիան տղեկին ասես, հա, ոնց դες գան գտնել։ Անցի մեքենան նստի։ Լսում եմ։ Պարոն կապիտան, մի րոպեից սնունդ տանող ջոկատը կարող եք ուղարկել։ Լավ, մերկու բանն եմ ասելու, հետո կտեմ։ Շատ լավ։ Եկ, ես ձեր ողջ ընթացքը հետևելու եմ։ Եթե մեկը տնկավ ծուղակ, կամ ոտքը դրեց ու չեպնի մինայի վրա, ինքը չի շարունակում, գնում է հետ։ Ես ձեզ կողմնացույց, պաշտպանող խումբը գտնվելու անտառում, հյուսիս արևելք հատվածում, իմ պազիվնը 9-ը, ձերը 20-ը, իմ հետ կապ եք հաստատում որևէ վտանգի, կամ որևէ մեկի թակարդում մնալու դեպքում։ Պարզը, Ճիշտ այդպես։ դե վերցրեք արքաղը ու շարժվեք։ Վերցրեք, տղեկ։ Եկոմ դեթա։ Պապիկ։ Ես ձեզ հետո կասեմ ինչ անեք։ Ես էլ ձեր հենակետի կողմնորոշիչները։ Ճանապարհի եզրը աջ կողմից 200 մետր եւ ձախից էլ էլեկտրական սյունը։ Բարձա։ Ճիշտ այդպես։ Լավ։ Տեղից ոչ մի վարքյան չեք բացակայել։ Մինչև ձեր ընկերները չգան եւ ձեզ սնունդ չհասնեն։ Բարձա։ Ճիշտ այդպես։ Պետք է տեսնեմ։ Բարս լայս գիժին թե։ Ինչա գիժվո, դու էլ դիրքա որ։ Բայց ինչի։ Ոնց ինչի։ Չլսեցի նոր ինչ ասես։ Պետքա պաշտպանենք դիրքը։ Բա վինից պաշտպանեն դիրքը։ Արա ինչ հարցեր ես տալի, տշնամությունից։ Ակրայ ջամշոջան, այստեղ տշնամի դուար է, որ մենք էլ տշնամուց դիրք պաշտպանենք։ Գիրումյան, հիմա չկա, բայց ամեն վարքյան կարա լինի։ Ու հիշի, թշնամին միշտ արթուն է։ Միշտ։ Տղեկ զգուշեք, որ դե տագը նայ, կարող է մին բան եղն, էլի։ Սա, մինա, մինաս, այդ մինը, որ տրակում է ուժեղ ձեն, անում։ Արա, համբարձում, պաստորեն դու մենակ ձենից ես, հավախու։ Դե հա, բա ինչ եմ անում։ Այդ տղադի որ տերակավ դու չես ասնի ինչո բանից վախենաս։ Դե ավելի լավ։ Ես անորմալ է այստեղ։ Աննորմալը դու ես։ Նա ինչի սպերգի քեզի։ Ինչա որ։ Մալադես Մելո։ Այդ տղա Մելոն չանի հիմա քեզի կորցրել էին։ Սոսամ ջան, սենց ավ։ Մինալ ջան, սենց ավելի շուտ ինձ կկորցնեիք։ Հենց վախեցա տո սիրտս արդեն կանգնում էր, այ մարդ հազիվ եմ բռնել, սենց որ չկանգնի։ Հազիվ եմ պայոր չկանգնի։ Դրմար ոդնե դեմը նա է։ Հասկացանք ուսումնական է։ Բայց որ վրեն կանգները մի դու մեր խմբից չեր եղնի։ Գնացինք։ Ուշադիր եղեք։ Էй, կողքով ասեք, դրեմ մի կա։